Չեխիան լինելու է լավագույն վայրն այս աշխարհի վրա, հայտարարել է նորընտիր վարչապետը։ Իհարկե, այս նորն ասելը մի տեսակ հարաբերական է, որովհետև նախկին վարչապետը նորից դարձավ վարչապետ։ Նախկինները Չեխիայում նույնպես վերադառնում են։ Աշնանը տեղի ունեցած ուրեմն խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի անըբուդելի պայոլավ կլինի քաղաքական կուսակցությունը նորից հավաքեց առավելագույն ձայներ եւ այսօր Պրահայի ամրոցում, որը որ նախագահի նստավայրն է, նախագահ Պետր Պավելի, ով ՆԱՏՕ-ի նաև գեներալ է, գլխավորությամբ տեղի ունեցավ այդ արարողությունը եւ Անդրեյ Բաբիշը նշանակվեց Չեխիայի վարչապետ։ Պետք է ասեմ, որ նրա ժամանակ Չեխիայի տնտեսությունը բավականին մեծ վերելք ապրեց եւ Պրահան ճանաչվել էր Եվրոպայի 2017 թվականին առաջին քաղաքը, որտեղ ամենաշատ ներդրումներն էին արել, վաճառվել ամենաշատ բնակարանները եւ միանգամից սկսեց տնտեսական բում, որը ցավոք սրտի կոവിഡ്ի ժամանակ մի տեսակ սկսեց ուրեմն հետընթաց ապրել։ Մյուս թե ինչու նախկին վարչապետը վերադարձավ, ռուս-ուկրաինական պատերազմը եւ հատկապես դրա ելքերն ու հետևանքները ուրեմն չեխ ժողովրդին, այսպես ասած, ցույց տվեցին, ապացուցեցին, որ արևմուտքը այդքան էլ հուսալի չէ։ Եվ չնայած նրան, որ շատերը նույնիսկ դեմ են, Անդրեյ Բաբիշը հայտնի է իր այսպես ասած պրոռուսական ուրեմն դիրքորոշմամբ եւ հատկապես այն, որ նա ուզում է առևտուր անել հատկապես Չինաստանի հետ։ Արևմտյան մամուլը բազմիցս է անդրադարձել Անդրեյ Բաբիշին, քննադատելով նրան, սակայն փաստը մնում է այն, որ նրանց վարած քաղաքականությունը նույնպես փակուղի է մտնում եւ դա է պատճառը, որ մի շարք երկրներում, այսպես ասած, սկսում են հաղթանակներ տանել նրանք, ովքեր որ դեմ են Եվրամիության եւ ընդհանրապես Արևմուտքի, հատկապես դիվանագիտության եւ առևտրային ուրեմն քաղաքականությանը։